Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, քուրեր եղբայրներ ջան։ Եղբայրը իր խոսքի մեջ ասեց, որ կյանքը Աստծո որդու մեջ է։ Ես էլ այդ թեմայի շուրջ եմ մտածում, ճիշտն ասած, կուզեմ ինչքան որ սրտումս կա, կիսվեմ ձեր հետ։ Սիրելիներ, ասենք միջև միտեղ կարդալը կարճ միտքս ասենք եղել է, որ դեպքեր, ասենք այդպես անծանոթ միջավայրում, ասենք հայտնվել ենք ու տենց խոսակցություն ունենց է գնացել, որ սկսել ենք հավատքից խոսալ ու իրանք են ուզել, որ տենց հավատքից խոսանք ու տենց եղել է պահ, ու տենց փորձել ենք վկայենք այդ մարդկանց, ինչքան որ Տերը շնորհ կանի ու պարզվել է, որ ասենք շատերը իրանցից տենց շատ դեպքեր ա եղել, որ իրանցից շատերը տեղյակ են հավատքից, Աստծո մասին լսել են, իրանց ծնողը կամ իրանց հարազատներից ինչ որ մեկը հավատքի մեջ ա եղել ու իրանց վկայել են, որոշ չափի կարդացել են շատերը, որոշ բաներ գիտեն, հասկացել են, բայց սիրելիներ, իրանց մոտ, շատերի մոտ այնպիսի տպավորություն ա ձևավորվել ու ասենք չարին ոնց որ հաջողվել է իրանց մոտ այնց միտք ձևավորել, իրանք չեն հասկացել, ասենք հավատքի բունեությունը, իրանք այդ ամեն ինչի մեջ մի բան են այսպես պատկերացրել ու տեսել, որ ասենք հավատքը ինչ որ օրենքների, ինչ որ կանոնների, ինչ որ աշխարհից իրանց զրկելու ինչ որ կանոններ է։ Այսինքն իրանց պատկերացման մեջ ինչ որ ծանրություններ է, ինչ որ օրենքներ եւ կանոններ է, որոնք իրանց պետք է զրկեն աշխարհի հաճույքներից, այս աշխարհի մեջ լավ ապրելուց, այսպես ասած։ Եվ ոնց որ այդպես Աստծուն հաճելի լինեն։ Իրանց պատկերացման մեջ հավատքի էությունը այսքանն է։ Սիրելիներ, բայց սա ինչու եմ ասում, էսի դրսի մարդիկ։ Բայց երբեմն ասենք ստացվում է, որ չարին հաջողվում է մեզ էլ, գիտեք սիրելիներ, ասենք արդեն Աստծուն դարձած մարդը իր դժվարությունների մեջ, իր պատերազմների մեջ մեր հայացքը ուղղել, մեր ուշադրությունը շեղել ու դարձնել դեպի այդ կարելիներին կամ չկարելիներին, ինչ որ բաների, կանոնների, որ մեր վրա ոնց որ թե ծանրություն է բերում ու մեր հայացքը Քրիստոսից է շեղում։ Սիրելիներ, ու ասենք այդ մարդկանց հետ խոսալով ու վկայելով, փորձելով ներկայացնել, թե Քրիստոս ինչ է մեզի տալի, որ հավատքի բունեությունը ինչի սիրելիս, որ դու գալիս ես ինչ որ բաներ քեզ զրկելու, ինչ որ միայն օրենքների կատարում չի, բունեությունը դա չի։ Դա հետևանքն է նրա, որ մենք ընդունել ենք Տիրոջը որպես կյանք, որ Աստված մեզի որպես կյանք է հայտնվել, սիրելիներ։ Իսկ իրան հետևել, իրան հաճելի լինելը դա գալիս է դրանից, որ մենք իրան կյանք ու Տեր ու Փրկիչ ենք ընդունել եւ ուզում ենք իր հետ ապրենք, որովհետեւ Աստված բացվել է մեզ, որ կյանքը իր հետ ապրելն է, կյանքը Աստծո որդու մեջ է։ Եթե այս ամեն բաների մեջից, ավետարանի մեջից, Աստծո փրկության լուրի մեջից հանեն Քրիստոսին, սիրելիներ, այնտեղ չի մնա կյանք, այնտեղ սեր չի մնա, այնտեղ կմնա ինչպես դրսի մարդիկ են պատկերացնում, քեզ ինչ որ բաներից զրկել եւ ծանր այդպես բեռների տակ ապրելը կմնա։ Բայց փառք Տիրոջ, որ ավետարանը, սիրելիներ, Հովանու ավետարանում շատ լավ համարներ կան, որ մեզ ներկայացնում է, թե ինչա հավատք, Աստված մեզ ինչ է ուզում տա, որ մեզ կյանքի է կանչում, Քրիստոսով կյանք ունենալու, իսկ մնացած բոլոր բաները պիտի ինքը կատարի մեր կյանքում։ Մենք Աստծուն սիրելով եւ իրան սիրելով, նաեւ իր օրենքը կսիրենք, նաեւ սրբությունը կսիրենք, նաեւ իրան հետևելը կսիրենք։ Դրա համար ուզում եմ կարդամ, սիրելիներ, Հովանու առաջի թղթից ուրեմն Հովանու առաջի թղթից կարդամ, ուրեմն 5-րդ գլուխ 9-րդ խոսքից, թե ինչ վկայություն է տալի ավետարանով Աստված մեզի համար։ Եթե մարդկանց վկայությունն ընդունում ենք, Աստծո վկայությունն ավելի մեծ է, որովհետև սա է Աստծո վկայությունն, որ վկայեց իր որդու մասին, ով որ հավատում է Աստծո որդուն, վկայություն ունի իր անձումը, ով որ չէ հավատում Աստծուն, ստախոս է արել նրան, որովհետև չհավատայց այն վկայությանն, որ Աստված վկայեց իր որդու մասին, եւ սա է վկայությունը, որ Աստված հավիտենական կյանք տվավ մեզ եւ այս կյանքը նրա որդու մեջ է։ Ով որ որդուն ունի, նա կյանք ունի, եւ ով որ Աստծո որդուն չունի, կյանք չունի։ Ահա սիրելիներ, շատ համարներ կա այսպիսի, որ խոսում է, թե ինչ է տալի Աստված մեզ, սիրելիներ։ Աստված
չի կանչում մեր վրա բեր դնելու սիրելիներ, այլ կանչում է որպես իրանով հանգստություն ունենանք, բայց Աստծուն եկող մարդ է եւ նրա սերը ընդունող մարդ իր սրտում շատ լավ հասկանում է սերներ, որ ինքը ուզում Աստծուն հաճելի ձևով ապրի, այդ օրենքն էլ է սիրում եւ Աստված տանում է իրան դրա մեջ, բայց չարը շատ է եղել, ասենք իմ մտերիմ ընկերների հետ էլ խոսացել եմ, իրանք էլ շատ խոսքից բաներ տեղյակ են, ասել են գիտես ինչ կախվեր, ես հասկանում եմ, որ ճիշտը դա է, ես հավատացյալներին էլ եմ ճանաչում, տեսնում եմ իրանց սուրբ կյանքը, շատ բարի վկայություններ, ասենք իրանք առել են հավատացյալներից, բայց ասում են գիտես ինչ կա, ես չեմ կարող այդ կյանքով ապրեմ։ Այսինքն ինքը իր մեջ Աստված այդ գործ արել է, հասկացել է, որ սա ճշմարտությունն է, բայց մյուս կողմից չարին հաջողվել է իրան համոզել, որ գիտես ինչ կա, էսի քո վրա մի հատ բեռ է եւ դա սա պետքա դու քո օժերով անցնես եւ դու չես կարող այս ճանապարհը անցնես։ Ինքը ասում է ես հասկանում եմ, որ սա ճշմարտությունն է, բայց ես չեմ կարող այս ճանապարհով գամ։ Էսի ուժերից վեր բան է։ Բայց սիրելիներ, Աստծո խոսքը սրա համար է այսքան ավետարանը, այս ամբողջ խոսքը Աստծո խոսքը։ Եթե մենք Իսրայելի պատմություններ նայենք, կտեսնենք սերներ, Իսրայելը իր ուժերով չէր տանում այդ հաղթանակները։ Իսրայելի օրհնությունները իր արդարությունից չէր։ Ինչի համար է Քրիստոս եկել խաչվե, ինչի համար է ուզում մեզանից մեր արդարությունից մեր հայացքը շեղի եւ իրան ուղի, սիրելիներ։ Այս բոլոր հարցերի պատասխանը ավետարանը տալիս է։ Ասում է դու չես անողը, ես եմ անողը։ Ինքը զորավորներին չկանչեց իրան, ծարավներին կանչեց։ Սատանան ստե է ուզում մարդուն խափի, որ իր զորության հետ կապի, իր արդարության հետ կապի, ստեղ հավատքը չգործի, սիրելիներ։ Տերն ասեց մարդու կողմանի անկարելի է, բայց Աստծո կողմանը հնարավոր։ Հավատացողին ամեն բան կարելի է, սիրելիներ։ Այս խոսքերի մեջ շատ խորություն կա։ Տեր ուզում է իրան ուղի, Տերը պետք է անի այդ գործը։ Ոչ ոք չի կարողացել Աստծո օրենքը կատարյալ պահել, սիրելիներ, եւ բոլորը մեղանչեև Աստծո առաջ մեղավոր են գտնվել։ Ու դրա համար Տերը գիտի, թե եթե մարդը կարողանար իր ուժերով այդ օրենքը պահել, ինքը պետք է արդարանար Աստծո առաջ, պետք է ասեր ես կարողացա, կմտներ առևտուրի մեջ, կասեր Տեր Աստված, դու ասել ես ես պահել եմ, եւ դու էլ պարտավոր ես ինձ տասեն ամեն ինչը, ինչ որ խոստացել ես։ Բայց խոստմունքը, սիրելիներ, օրհնությունները եղավ Աստծո խոստմունքով, ոչ թե մարդու արժանինքներով։ Հիսուս Քրիստոսով եղավ, կյանքը Հիսուս Քրիստոսով եղավ, որ մարդկային արդարության հետ կապ չուներ։ Տերը եթե իր կյանքը չդներ, ոչ ոք չէր կարող արդարանալ Աստծո առաջ։ Եվ այս որդուն ունենալով մենք կյանք ունենք։ Ինչ է նշանակում կյանք ունենք։ Աստվածային կյանքը մեր մեջ է գալի։ Այդ կյանքը իր մեջ ունի կյանքի հոգու օրենքը։ Այդ կյանքի հոգու օրենքը հաղթում է մեղքի եւ մահվան օրենքին։ Օրենքն էլ է կատարում, իր մտերիմին էլ է սիրում, ներում է Աստծո օրենքի մեջ է քայլում, սերներ։ Տերն ասեց ես չեկա օրենքը խափանելու, այլ կատարելու։ Ես չեմ ուզում սերներ այն դիրքից խոսամ իբր սա հասել եմ հիմա, բայց չէ սիրել, բայց Աստված ինչ վիճակում է լինես, չի ուզում կոտրի մեր հավատքը։ Այլ իր խոսքով ուզում նորոգի, քեզ ուղղորդի, զորացնի, կանգնեցնի, Աստված հավատ կոտրող Աստված չի սիրելներ։ Աստծո խոսքը հավատք է բերում մեր մեջ, հավատքը լսելուց է, լսել Աստծո խոսքից։ Ուրեմն մենք սիրելներ հավատքով պիտի նայենք Աստծո խոսքուն։ Տեր ասում է ես իմ որդով կյանք եմ տալի քեզ, սա է Աստվածային վկայությունը։ Միթե Աստված կարա սուտ խոսա, իսկ ով որ ասում է չի հավատում ես վկայությանը, ասում այդ մարդը Աստծուն ստախոս արե։ Նույնիսկ հիշում եմ այտենց դպրոցական տարիքում, ասենք, լինում էր, չէ, որ վիճում էին, ասենք, պատանիները, երիտասարդներ իրար հետ։ Մեկը որ մի բան էր ասում էր, դիմացին ասում էր, չեմ հավատում, այդ մարդը վատ էր զգում, ասում էր, ոնց թե կա, ուրեմն ես սուտ եմ ասում, հա, որ ինչ չես հավատում։ Այսինքն մարդու կողմանը վիրավորական է, որ կարա իր վկայությունը չընդունվի, իր ասածը չընդունվի, հապա պատկերացրեք սերներ, ամենակարող եւ Սուրբ Աստվածը, եթե մեզ վկայություն է տալի, ու այս վկայությունը միայն մեզ չի տվել, ամբողջ մարդկության, ինչքան մարդկությունը ապրել, Աստծո վկայությունով ապրել, սերներ, սուրբերը, մարդիկ իրանց կյանքն են դրել, Աբրահամը նույնիսկ պատրաստ էր իր զավակին զոհել, ինչի համար, որովհետև Աստծո վկայության վրա չէր կասկածել, ասեց, որ պետք է լինի հարությունն էլ կտա, այդքան վստահում էր եւ հավատում էր Աստծուն, սիրելներ, միթե կարելի է այսպիսի Աստծո վկայությունը չընդունել։ Տերը չի ասել դու քո ուժերով կկարողանաս, ասելա ինձի ա եկեք բոլոր ծարավացներ, հոգնածներ, բեռնավորվածներ, եթե դու քո մտքի մեջ հասկանում ես, որ կյանք ես աշխարհի մեջ չի, Հիսուս Քրիստոսի մեջ Աստված իր որդով այդ կյանքը տվե, ուրեմն ամբողջ սրտով հավատամ եւ իրան գամ, մնացած հարցերը ինքը պիտի լուծի։ Սա է հավատքը, սերներ, որ ուղղված Աստծո վրա, Աստծո զորության, իր սիրո, իր խոստմունքի վրա։ Սիրելիներ, եթե մարդը կարողանա այս ամեն ինչ անել, ուր կմնա շնորհքը։ Եթե խոստումով չլինի, ապա այլ ուր կմնա շնորհքը, Աստված չի փառավորվի։
պետք է հավատքը գործի, հավատքով լինի, որ Տիրոջ ձեռը երևա եւ Աստված փառավորվի։ Տերը դիտավորյալ է այսպես սահմանե, որ մարդուն ցույց տա եդեմական պարտեզից իր մեղաչական վիճակից հետո մարդու մեջ դրված էր այդ բանը, որ ինքը կարող ասեց ամենակարող կլինես չարը։ Իր մեջ կա այդ թույնը, որ ինքը կարա ինքը ամենակարող է, ինքը իր արդարությունն ունի, բայց Տերը ավետարանով սիրելիներ եւ Քրիստոսի զոհով քանդում է եւ իր սիրով հայտնվելով մեզ, քանդում է այս կեղծ կառույցը մեր մեջ, որ մենք Աստված չենք, մենք չունենք այդ զորությունը, բայց ինքը որպես սեր հայտնվելով մեզ ուղղում է իրան եւ այդ բանը, այդ կյանքը մեր մեջ սիրելիներ իր արդարությունով է դնում, Քրիստոսի զոհով է դնում։ Մեր հայացքը սատանային շատ է հաջողում անգամ սրա վրից շեղել։ Ինչպես մենք ոնց որ կոպիտ ասած ներողություն որ տենց եմ ասում, բայց նայում եմ ասում Տեր Աստված շատ անգամ ես դրսի մարդկանց նման եմ դառնում, անհավատության գիրկն եմ ընկնում, դրսի մարդն էլ է այդպես անում, դրսի մարդն էլ է մտածում, որ ինքը չի կարա, հասկանում է, որ ինքը դա ճիշտն է, բայց ինքը չի գալի Տիրոջը, ոնց որ չի կարում ամբողջ սրտով հավատալ այս վկայությանը։ Դեռ ինքը այդ վիճակը չունի, այդ մաքրությունը, սրբությունը, բայց Աստված չի մերժում, ասում արի որ ես տամ այդ ամեն ինչը։ Դու հրաժարվի քո արդարությունից, քո մարդկային ամեն բաներից հրաժարվի եւ ինձ հավատա։ Ես ինչ որ խոստացել եմ պիտի անեմ։ Ես չեմ էլ փնտրել Տիրոջ որ Աստված ինձ հայտնվել է սիրելիներ։ Եվ ես մենակ եմ եղել մի հատ կվարծերի մեջ։ Հետո տենց ի մեջ անալիզ անելով հասկացա Տեր Աստված, դու դիտավորյալ ես այս ամեն ինչ արել, որի մեջ այդ կասկածը, այդ վկայությունը քո չփոխվի, որ ոչ մի մարդ ինչ չի համոզե։ Ես մենակության մեջ հայտնվել ես, իմ արդարությունից չի եղել, ես քեզ չեմ փնտրել որ դու հայտնվել ես, բայց հիմա քանի որ հայտնվել է լույսը սիրելներ, այդ սերը մեզ պարտավորեցնում է որ իր հետևից գնանք։ Այս խոսքը բոլորիս աղված, թե նրանց, ովքեր նոր են լսում, եւ մեզ սիրելիներ, որ որոշ արդեն գալիս ենք Տիրոջ տան մեջ ենք, Աստված այս վկայություն ունի, ասում է դու քո ուժերով չպետք է անես, ես պետք է անեմ։ Իսրայելը հաղթում էր այն ժամանակ, երբ որ Տիրոջն էր ապավինում, երբ որ հրաժարվում էր մեղքից եւ Աստծուն էր իր արդարությունն ընդունում, եւ ասում էր կանգ առ եւ մի պահ ետ նայր, ասում էր ես եմ Տերը։ Ես եմ Տեր, ամեն ինչ ինքնա, կյանքը ինքնա, մեր ընթացքը կատարողը ինքնա, մեր հավատքը պետք է իրան ուղված լինի, սիրելին, ասեց առանց ինձ ոչինչ չեք կարող անել։ Ասեց քննեցեք գրքերը, դուք ուզում եք նրանցով կյանք ունենաք, բունանոնք են, որի մասին են վկայում։ Այսինքն կյանքի մասին, առանց Քրիստոս կյանք չկա, սեր չկա, սերներ, մեր ընթացքն էլ կիսատ է մնում։ Որտեվ եթե սեր չկա, ինչ ուզում անեմ, ինչքան զորություններ ունենամ, հաղորդ լինեմ այդ ամեն ինչի, բայց սեր չունենամ, այսինքն Քրիստոս, մենք գիտենք չէ որ սերն Աստված սեր է, չի ասում Աստված շատ սիրում է, ասում Աստված սեր, այսինքն ինքը իր ամբողջ էությամբ է այդպեսին, այդ սեր իրանից է բխում, ասում ես ոչինչ եմ, իմ ամբողջ ունեցածն էլ տամ, էլի ոչինչ եմ, դրա համար սիրելիներ, թող սատանային չհաջողվի իմ բանից եմ ասում, առաջերտին ինձ համար եմ ասում, որ մեր հավատքի մեջ, սիրել ընթացքի մեջ մեզ չհաջողվի իրան, մեր հայացքը շեղել իրանից։ Պողոս առաքյալն ասում է Եբրայեցիս թղթի մեջ, մեր հավատքի կատարողին ու առաջնորդին նայենք։ Էսի լուրջ բան է, սիրել, իրան որպես կյանք, մխիթարություն, ինչքան է դժվարություն, պրոբլեմ լինի, սիրել, կյանքը Քրիստոսն է, մենք նորից պիտի իրան դառնանք, ինչքան է դժվար լինի, պարտված լինի, այդ նեղ դուրը սիրելներ, Տերն ասեց, որ կյանքի է տանում։ Լայն ճանապարհով շատ են գնացողները, որ դեպի կորուստն է դանում, բայց Քրիստոսին գնալը մեզ համար երանություն է, սիրելիներ, ուրախություն է։ Ինչ վիճակ էլ ուզում է լինի, բոլոր սուրբերը, մարգարեները այս դժվարությունը, այս հավատքով են անցել, իրանք հավատացել են, որ Քրիստոսին գրված է, գիտեք այդպես համար, ասում է, Տեր իրան ապավինողներին ճանաչում է։ Ինչ էլ ուզում է լինի, կյանք Աստծու մեջ է, ինքը կպահի, արդարին չի խառնի, սուրբին անսուրբ հետ չի խառնի, չի թողի որ արդարը անարդարի հետ կորսվի, գերեզման իշնի մեռնողների նման, սերներ, Աստված չի թողի, եթե մարդու մեջ սեր կա Աստծու նկատմամբ, որ այդ սերը կորչի, ինքը հենց դրա համար է եկի աշխարհ, որպեսզի մեր ներսը նորոգի, որ դեպի իրան գնանք, անհավատության մտքերին տեղ չտանք։ Տեր Աստված դու կանչել ես, ես գալիս եմ, հավատում եմ որ կյանքը դու ես, եւ ի՞նչն է հաղթում արտակ եղբայրը կարդաց աշխարհին, եթե ոչ մեր հավատքը, ով է հաղթում աշխարհին, եթե ոչ նա, որ հավատում է, որ Հիսուսն է Քրիստոսը, Աստծու որդին նա է, կյանքը նրա մեջ է, թեկուզ ին վիճակը տեսնում եմ, որ երևույթն ասում է, որ տեսնում եմ, որ պարտված եմ, այդ կարողություն ուժը չունեմ, բայց կապ չունի, Պետրոսն էլ այդ վիճակի մեջ էր, բայց ասես դու ես կենթանի Աստծու որդին,
այս հավատքն է սերներ հաղթում եւ տանում է հաղթության, որ սրա մեջ հավատարիմ մնանք, չնայենք մեզի, այլ Քրիստոսին եւ Աստծո վկայությանը, որ Աստված անսուտն Աստված է, կյանք իր որդու մեջ է, ինչ ուզում ա լինի, ես որդուն եմ գնում, ինչ վիճակի ուզում ա լինի, ես քեզ եմ գալի, Տեր Հիսուս, դու քեզ եկողին դուր չես անի, կյանքը դու ես, ուր գնամ, հավիտենական կյանքի խոսքեր ունես, կյանքը դու ես, ուր էլ գնամ, կյանք չեմ ունենա, ես քեզի պետք է նորից գամ, ինչ ուզում ա լինի, իմ հավիտենական կյանքը քո մոտ է, իմ հանգստությունը քո մոտ է, այս հավատքը Աստծո զավակին չի թողում սիրելիներ, ինքը ինչ վիճակի մեջ է նորից պետք է գա, այդ հավատքը իրան դարձի է բերում, ինձ շատ է օգնել, այն խոսքը, որ Տերը Պետրոսին ասեց, ես քո հավատքի համար աղոթք եմ արել, ես աղաչել եմ ասում, որ քո հավատքը չպակասի, Տերը գիտեր Պետրոսին ինչա պետք իր վիճակների մեջ, գիտեր, որ իրան հավատքն է պետք, որ այդ հավատքը իրան նորից հետ պետք է բերի, էսի մեզ համար է գրված, մենք բոլորս անցնում ենք այս ճանապարհով, այնպես չի, որ ասենք սաղ հարթ է, սաղ լավ է, այտենց չի սիրելիներ, դա բնական չի, հավատքի մեջ կա տարբեր վիճակներ, ընկնել, կանգնել, նեղվել, ընկճվել, բայց այս ամեն ինչի մեջից Տեր ուզում է, որ չմնա սրա մեջ, այլ Տիրոջը նայելով, հավատալով իր ճշմարիտ լինելուն եւ կյանքն նորից դարձի գամ, սիրտս իրան տամ, սղճամ, խոստովանեմ եւ սիրտս նորոգեմ իրանով։ Հովնանի նման մարդը սիրելիներ, այդ օրինակն էլ ասեմ, ձկան փորից ինչպես դուրս եկավ։ Ինքը դեռ այդ վիճակի մեջ լինելով, բայց աղոթք էր անում։ Ընենց էր աղոթում, կարծես Տեր իրան արդեն հանել է, ու նոր դրանից հետո ասես նես նորից պիտի քո սուրբ տաճարին նայեմ, ուխտերս պիտի նորոգեմ, խոստմունքս պիտի կատարեմ։ Էսի հավատք էր, թեկուզ այդ կարծես թե մահվան արդեն շեմին է, բայց ինքը չթողեց իր հավատքը, Աստծու վրա եղած հավատքը չթողեց, ու Աստված հրամայեց ձկանը ձուկը իրան ցամաքը փսխեց։ Փառավորվի Տիրոջ անունը, սիրելիներ, միտքս սա էր, որ մեզի պետք է, սիրելիներ, մենք գալով ասենք Աստծուտուն եւ Տիրոջ խոսքը լսելով, Աստված ուզում է այդ խոսքով հավատ դնի մեր մեջ, եւ ինքը չի կոտրում, ասում է պլպլան պատրույքը չի մարում, փշրված եղեգը չի կոտրում, գուցե այնպիսի մի հատ պահ է իմ մոտ, ասենք չարը շատ մտքեր է բերե, ուզում է որպեսզի ընկճվեմ, այդ հավատքից ոնց որ ընկնեմ, բայց Տերը խոսքեր ունի, սրա հակառակ խոսքեր ունի մեր հավատքը նորոգելու, ինչ վիճակի ուզում է լինի, դու ասենք պատրույքը այդ կրակը կարծես մարելու վրա է, բայց դեռ չի մարե, սա կարա Տերը բորբոքի եւ ավելի վառի, գուցե այդ եղեգը, որ ես եմ, արդեն կոտրված է, վիճակը ուրիշ բան է ասում, բայց դեռ ընկած չի իր ցողունից, Քրիստոսից չի հրաժարվել, նա չի մերժե Քրիստոսին, Տեր ուզում է իրան նորից ոտքի կանգնացնի, իր խոսքով մեր մեջ հավատ դնելով ու Սուրբ Հոգու ներգործությամբ, սիրելիներ, Տիրոջ անունը փառավորվի, ամեն։